Ողջույն բոլորին, ձեզ հետ եմ ես Իլոնը Եվ ես Շուշանը, եւ այսօրվա մեր թողարկումը կոչվում է գիտության հետքերով։ Այն էլ ինչ գիտության, գիտությունների թագուհու, մաթեմատիկայի հետքերով։ Դե ինչ, գնացինք։ Այսօրվա մեր հարցն է. Ինչ է մաթեմատիկան ձեզ համար։ Դա իսկապես շատ կարևոր առարկա է, որովհետև բոլոր առարկաները ընկալելու համար մաթեմատիկան պարտադիր տրամաբանություն, այսինքն բնագիտական առարկաներն է, եթե մարդը մաթեմատիկա լավ չգիտի, ո՞տ անցալում, հնարավոր չի հաշվարկները չօգտագործել ինչ-որ մի առարկայի մեջ կամ կյանքում։ Ես գտնում եմ, որ մաթեմատիկան շատ կարևոր է, դա զարգացնում է մարդու տրամաբանությունը, երեխեքը, ով որ լավ մաթեմատիկա գիտեն, շատ լավ սովորում են մնացած։ Ինձ համար մաթեմատիկան շատ թվերով խնդիրներ են, որոնք առաջին հայացքից չունեն լուծումներ, բայց մտածելու դեպքում լուծումից է լուծումը, բայց ցավոք սրտի ես այդպես է դրանց լուծումները չգիտեմ։ Մաթեմատիկան շատ կարևոր առարկա է ու որ դպրոցներում խորանը լավ է, բայց չխորան այն իմաստով, որ դինի ավելի ծավալ է, դինի ուղղակի ավելի ճիշտ ձևով մատուցում է։ Այսինքն զարգացնի տրամաբանությունները, փիլիսոփայությունը մաթեմատիկայի, ոչ թե խնդրի լուծումները, որոնք ուղղակի զուգիտ են անում։ Ճիշտն ասած փոքր տարիքից մաթեմատիկան եղել է իմ համար ինքնարտահայտման առարկա։ Չգիտեմ այլ կերպ ոնց ասեմ, զուտ ուղղակի այդ առարկայի մեջ ես տեսել եմ ինձ ու ամեն անգամ երբ որ ինչ-որ վարժություն, ինչ-որ խնդիր էի լուծում, հատկապես երբ որ ուսուցիչը իմ սիրած ուսուցիչն էր, ես այդտեղ ոնց որ ինձ էի գտնում, չգիտեմ, ինչ-որ վերագիտման process էի։ Ու մի քիչ էլ խոսեմ նրա մասին, թե ինչի համար է մաթեմատիկան կարևոր։ Եթե ընդհանուր առմամբ գլոբալ խոսում ենք մաթեմատիկայի մասին, ապա կարծում եմ, որ մաթեմատիկան զարգացնում է մարդու այն հատվածները, որոնք որ մնացած առարկաները միգուցեև չկարողանան, այսինքն հիմնականում ոնց է այն սովորողը, ով որ կարողանում է լավ մաթեմատիկա անել, հիմնականում կարողանում է նաև մնացած առարկաներն անել, բայց մնացած առարկաներն անող սովորողը հաշ չի, որ մաթեմատիկա կարողանա անի։ Զուտ ես միշտ այս օրինակը բերում եմ։ Շատ հաճախ դպրոցականների մոտ առաջանում է մեր հարց, թե ինչու ենք այս կամ այն առարկան սովորում ու չգիտես թե ինչու շատ հաճախ այդ հարցը հենց մաթեմատիկային է առնչվում, անկեղծ իմ մոտ էլ է երբեմն այդ հարցը առաջացել, բայց իմ կարծիքով ես ճիշտ է շատ փորձել եմ այդ հարցը պատասխանել, որ ինքս ինձ համար բավարար է։ Առաջին հերթին իմ պատկերացնում մաթեմատիկան սովորեցնում մտածողություն։ Մաթեմատիկական գործողությունը, ինքնին մաթեմատիկական բոլոր տեսակի գործողությունները ինքնին կյանքի որևէ բնագավառում ունեն իրենց հստակ դրսևորում։ Իրանք կան բնության մեջ, մարդկային հարաբերություններում, կան կյանքի տարբեր մասնագիտություններում եւ այլն։ Նույն մաթեմատիկան եթե ոչ թվերի, բանաձևերի, աղյուսակների տեսքով, ապա գոնե միայն մտածողության մեջ իմ խորին համոզմունքը օգնում է։ Որտեղ նույն մաթեմատիկան տալիս է տրամաբանություն, նույն մաթեմատիկան տալիս է վերլուծություն, նույն մաթեմատիկան փորձում է գտնել կապը այնտեղ, որտեղ այդ կապը առաջին հերթին չի եղել։ Եվ ի վերջո, մաթեմատիկան մեզ փորձում է աշխարհը դարձնել ավելի համակարգված, ավելի հստակ։ Շնորհակալություն։